Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Եթերում նորից ծովից ծով ոդքասթն է։ Ձեզ հետ է ինչպես միշտ Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից, Ռուբեն Մելիքյանը Երևանից, եւ մենք քննարկում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ։ Կքննարկենք արդեն չգիտեմ, պատերազմը այնքան է երկար է, որ արդեն ավանդական թեմաներ առել Պարսեցի պատերազմի մասին խոսելը։ Քննարկենք դա եւ կարծում եմ նաեւ ներքաղաքական որոշումներ։ Դե արի սկսենք պատերազմից։ Այո, եւ ուրեմն պատերազմը շարունակվում է։ Նո, այս պատերազմի ամենաբարձ խնդիրը երևի այն է, որ շատ քիչերն են պատկերացնում, թե սա ինչպես պետք է ավարտվի։ Հա։ Այսինքն, եթե Իրանը կարողանա ստիպել Ամերիկային եւ Իսրայելին, որ չարը մոտեցեն իրեն, դա հազիվ թե կոչվի Իրանի հաղթանակ, հա, այս ամենից հետո Միացյալ Նահանգները չգիտի ինչը անվանի իր հաղթանակ եւ ուրեմն կանգնեցնի պատերազմը, իսկ Իսրայելը պարզապես չի ուզում պատերազմը կանգնեցնել։ Այն բանի պես, հա, որ ասում է, էշին նստել է մի այբա, էշից իջնել է մի ուրիշ այբ, այդպես խոսք կար, չէ՞, պապական։ Հիմա մտել են այս խայտարակ պատմության մեջ, Իսրայելը, Ամերիկան ու դժվար է պատկերացնել։ Ու Իսրայելը պարզ է, Իսրայելը իր խնդիրներ ունի, Ամերիկայի պարագայում դժվար է պատկերացնել, ոնց պետքա ձևակերպի ավարտը այս ամեն ինչի։ Իսկ բովանդակային առումով, օրինակ ձեր մոտ այդ բանի բենզինի գները ուր հասան։ Բենզինի գները վաղ են, բենզինի գները մեր մոտ կոնկրետ $6 արդեն անցնում են։ Առաջ ինչքան էին։ Առաջ 4-4.5 էր։ Հա, այսինքն արդեն շոշափելի զգացվում է մարդկանց վրա։ Այո։ Այստեղ հետաքրքիր բան եղավ, կարծեմ թե ինչ որ բյուջետային հարց ենք քննարկում, կարծեմ թե 200 միլիարդի հարցն էր, որ Պենտագոնը լրացուցիչ պահանջել էր կոնգրեսից։ Հա։ Ուրեմն բանա մեր նախագահը մի քիչ տիկոլություն արեց, դեմոկրատներին ասաց, որ այ եթե այս փողը չտակ, այսինքն կողարկեմ, ուրեմն այսինքն չէ՞ որ մեր այսինքն որ միգրանտներին բռնում են ուղարկում են տուն, իրանք չեն։ Կամ չեն բռնում, կրակում են փողոցներում։ Լավ է։ Հա։ Ասաց այսինքն կողարկեմ аэроպորտում քաղաքի։ Սենց ուրեմն շրջադաշի մտածողներ։ Քեզ բան այ բան։ Խարաբ եղավ այդ մարդը, լավ էր առաջ ախր։ Խից այդ եղավ։ Տարիքն է։ 80 արդեն անցավ։ Լավ, իսկ կարանք սա որպես արձանագրենք որպես Իրանի հաջողություն այն մասով, որ կարողանում է այնուհանդերձ պահել Հորմուզի բանը, ինչա, ջրանցքը, չէ, ջրանցք չէ։ Հա։ Նեղուցը։ Հա, բան վիճակում, փակ վիճակում չեն կարողանում տանկերները գնալ գալ։ Այդտեղից շատ դժվար է ճիշտ ասած, այդքան ասում են այդ նեղուցը ապաշրջան փակելն է, տեխնիկական առումով չգիտեմ։ Եթե չասեմ անհնար, բայց շատ դժվար է, որովհետև նեղուցը, գիտես, waterline-ը, այսինքն նավարկելի մասը մոտավորապես 9 կիլոմետր է։ Եվ աստորեն հնարավոր է այդ նավերի խփել նույնիսկ բաներով, անօթաչու այդ դրոններով, իսկ Իրանը հսկայական սահման ունի նեղուցից, եւ աստորեն կարող ցանկացած կետից կպի, չէ՞ պատկերացնում թե ինչպես կարելի է դրա արձանագրել։ Հիմա խոսվում է 2.5 զինվորականը տարել Ամերիկան, այնտեղ խոսվում է, որ կարող է ցանկային գործողություն կատարել այդ հարկ կղզին վերցնել, որը խոսում է, որ կարևորագույն նշանակություն ունի Իրանի համար, բայց նույնիսկ դրանից հետո չէ պատկերացնում, արդյոք կարողանան բացել այդ նեղուցը թե ոչ։ Այնպես որ այսպիսի վիճակ է։ Հետո հա, նշենք, որ Իրանը օգտագործեց այսպես ասած գաղտնի զենքը, չէ, ծանրահեղքերով խփեց Իսրայելին եւ բավականին մեծ ավերածություններ պատճառել, ցույց տալով, որ դեռ ինքը ունի որոշակի պոտենցիալ պատերազմի։ Ոչմ շատ սխալ բան եք արել, աղաս։ Իմ անունից խնդրում եմ փոխանցի այդտեղ։ Ասեք, որ սխալ բան եք արել, մի բան անեք, սրա անելու բան չէ դա։ Այդ ցավը տանեմ, լսում եմ, մեռանք ասել։
Վերադառնանք պատերազմ, հա, այդ է ես ասայի։ Պատերազմի թեման շատ ակտուալ է նաև Հայաստանում, հա, եւ ոչ միայն այստեղ Իրանի պատերազմի, այլ որ Նիկոլը բոլորին վախեցնում է, որ այ հեսա պատերազմ կսկսեն, հեսա պատերազմ կբերեն ներողություն։ Ինչ վերաբերում կա հանրապես այդ հարցին, օրինակ քո կարծիքով էլ ինչ մոտեցում։ Դե դասական շանտաժի դրսևորում է եւ ես լսել եմ որոշ արձագանքներ, որոնք շատ པարզ բան են ասում, ասում են այ ախպեր ջան, ներողություն ախպեր ջան արտահայտության համար։ Դու 3 անգամ պատերազմ ես բերել ես կարճ ժամանակահատվածի համար։ Այսինքն հիմա դու ասում ես, հա, որ դու 3 անգամ պատերազմ բերող մարդ ես։ Այս մարդը որ ասում է ես պատերազմ կբերեմ, բոլորը հավատում են նրան, իսկապես դա պատերազմ է։ Չէ, ոչ թե ես պատերազմ կբերեմ, այլ որ ինձ չտրեք պատերազմ կլինի, սենց մոտարապես։ Չէ։ Արի սենց ասենք էլի, հա, բայց ինքը որ ասում է որ ես ու պատերազմ, հա, մենք սիմվոլներ ենք։ Հա, հիմա եթե այդ տրամաբանությամբ գնանք, իր ասածը Պաբալշումոյն է, որ այ ախպեր ջան, ինչ մեզնից ուզում են տանք, որ պատերազմ չլինի։ Դեռ չի լինի։ Հենց ամբողջ հարցը նա, որ անգամ դրա մասին մտածելն է անբարոյականություն, բարոյական հարթության մեջ եւ հակատրամաբանական մոտեցում տրամաբանական հարթության մեջ։ Դա չի լինում։ Դու տես չես կարող որևէ բան զարգացնես, այսինքն կկու հիմար կկու քանի ձակ ունես դու 1-ը, դու 2-ը, դու 3-ը, դու տես չի լինում։ Դու տես չես կարող ունենալ պետություն։ Այսինքն իր առաջարկը այդ մոդելն է։ Ընդ որում շահումա մի բան, մենք չենք շահում, ինքն է շահում, շահումա աթոռ։ Այդ աթոռակռիվ, որ ասում են, իրանք են, չէ՞ ասում։ Այ հիմա ոնց է երևում այդ աթոռակռիվը իրանց պարագայում։ Ես ուղղակի վստահ եմ, չկա որևէ ուժ ընդդիմադիր, то даже ընդդիմադիր էլ չէ։ Даже իր նիկոլական ուժերի մեջ էլ չկա մի որևէ ուժ, որ այդ աշճան ուզենա իշխանության գալ համեմատած դրա հետ, թե ոնց են իրանք ուզում այդ իրանց աթոռները պահել։ Այն ամեն ինչի են պատրաստ, ամեն ինչի են պատրաստ։ Ցանկացած նվաստացման են պատրաստ, ցանկացած ամեն ինչի։ Այ աթոռակռիվը հիմա տեսեք։ Որ աթոռակռիվ չի։ Ես համաձայն չեմ քո հետ։ Ինչի։ Սա կենսաբանական գոյությունը շարունակելու կռիվ է, որովհետև ասենք, եթե զրկվի աթոռից, ես կարծում եմ, որ ասենք առնվազն Նիկոլը կհայտնվի տարբեր տիպի կատարածի մեղքերի քննարկման տակ, քննության տակ։ Ինքը հասկացանք է, բայց լիքը նիկոլականներ կան, որոնք չեմ կարծում, ոչ ես դնելու 1000 հոգու դատես, ասենք էլի, բարձա որ մարդիկ լինելու են, որ ծանրագույն հանցանքներ են կատարել, բայց այդ իրանց ամենայն երրորդ էշելոնը դաժե Անեն ցասենց բան ձևով, նաստիրնի ձևով, դրա մասին է խոսքը։ Թե Նիկոլի մասին համաձայն եմ։ Okay, եթե առաջի երկու էշելոնը ազատության կռիվ են տալիս, երրորդ էշելոնն էլ հանցի կռիվ է տալիս, ես կարծեմ։ Այդ ընդհանրապես բոլոր տեսակի բարոյականությունների վրայից գտած։ Լավ, այս հարցը մի կողմ թողնենք, պատերազմի հարցին վերադառնանք։ Հիմա երկու բան եմ, հա, երկու բան եմ ուզում, եթե ցույց Ուրեմն առաջինն այն է, որ Նիկոլը ճիշտ անա, որ պատերազմի մասին է խոսում, որովհետև բոլոր տեսակի հարցումներով դու շրջապատից կիմանաս, բոլորի համար այսօր համարվա խնդիրը անվտանգության խնդիրն է։ Այսինքն բոլորը հասկանում են, որ այս խնդրի շուրջ պետք է կառուցեն իրենց դիսկուրսը։ Ես ուշադրության պետք է ուզենայի, օրինակ ընդդիմադիրները նոր սկսում են այդ թեմային անդրադառնալ։ Միջև այդ իրանց խնդիրը որն էր, ասենք 300,000 աշխատատեղ չէ՞, 300,000 աշխատատեղ, բայց որ ասպես ընդդիմադիրներ դու ավելի շատ երևի նկատի ունես գլխավոր ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ուժեղ Հայաստանը, որտեղ այլ ուժեր, օրինակ Արմանեկ Թաթոյանը հաճախ են խոսում դրա մասին, օրինակ էլի։ Դե ամենաշատը մեծայում ուրեմն Սամվել Կարապետյանն է, ասենք Քոչարյանը էլ հիմա չգիտեմ հիմնականում ինչ-որ էլի նույն բանը Վալինկան են, հա, բանը Պարկապզուկ, вообще-то։ Պարկապզուկն է, բայց Պարկապզուկն է խոսում, թե ով վերես Նիկոլին, ով է։ Բարապես խոսած, այսօրվա օրով ուղղակի սպեկուլյացիա է, բայց տես, այսինքն ճիշտ անում Նիկոլը, որ այդ խաղաղության մասին խոսում է։ Բայց մի կարևոր հարց կարծեմ, թե չի առաջ քաշվում, որ ուրեմն նախ խաղաղություն չի, որտեղ եթե Հայաստանի տարածքը գրավված է Ադրբեջանի կողմից, ուրեմն նա խաղաղություն չի, չէ՞։ Հա, միանշանակ, ինչ խաղաղություն, եթե դու ունես հարց։ Եվ երկրորդ ուրեմն կարևոր հարցը հետևելն է։ Աղա ջան, 8 տարի իշխանության է իր։
Ուրեմն խաղաղությունը դա առաջերտին բալանսն է, հա։ Ստեղծեիր վիճակ, որ կախված չլիներ ուրեմն պատերազմը, դու կլինես երկրի ղեկավար, թե մի ուրիշը կլինի։ Ստեղծեիր, ինչ է ստեղծել, ուրեմն մի հատ կիսատ ստորագրած թուղթ է ընդհանրապես ստացել Ալիևից, կրկնեմ, այդ թուղթը ստորագրացել չի։ Այսինքն այդ թուղթը նախ ստորագրացել, պաշտոնական անուն ասենք, որը ոչ մի հետևանք չի առաջացնում։ Այո, այդքան անիմաստ թուղթ լինելով, անգամ այդ թուղթը գոյություն չունի, ընդհանրապես նախաստորագրած ինչ-որ բան։ Բայց այս 8 տարվա մեջ ինչ ես արել պատերազմի վտանգը հեռացնելու համար, թե դու անընդհատ այս 8 տարվա մեջ պատերազմի վտանգը մեր գլխին պահել ես, հա, որպես շանտաժի գործիք։ Դու պահես իշխանությունը, պահես աթոռը, պահես Այսինքն պատերազմը իր համար ոչ թե ժողովրդի կամ երկրի համար վտանգ, այլ իր իշխանությունը պահելու գործիք։ Ես համաձայն եմ։ Չգիտեմ։ Ես համաձայն եմ եւ ստեղ մի բան եմ ուզում սրա այս համատեքստում մի բանի մասին եմ ուզում խոսել, դա այն է, որ ինքը պատերազմի մասին ցենց անընդհատ խոսում է, բայց այն իր ասած տեսլականը, որ տենց բա ոնց անենք, ինչ անենք եւ այլն, դրան շատ ուշադրություն չի դարձնում։ Այսինքն իր ամբողջ խոսույթը այդ տրամաբանական շրջանակներում չի, այլ իրացիոնալի շրջանակներում է, վախի միջոցով մարդկանց իր կողմը գրավելու։ Օրինակ, ստեղ մենք ինչքան զինծառայողներ ունենք, ժամկետային։ Մի քանի, չգիտեմ, պայմանական ասած 25000, չէ՞։ Հա։ Հիմա այդ մարդկանց ծնողներին, այդ մարդկանց հարազատներին ասում եմ, տեսեք, եթե ես չընտրվեմ, հունիսի 10, 11, 12 արդեն ռեալ վտանգ է առաջանում։ Դուք տեսեք, այսինքն աշխատում է այդ մարդկանց ոչ թե գիտակցության, այլ ենթագիտակցության վրա, եւ ոչ միայն այդ մարդկանց, առաջերտին այդ մարդկանց, եւ երկրորդը շրջանցում է այն տրամաբանական հարցը, որ այ ախպեր ջան, մենք ունեցել ենք այս ընթացքում երկու ընտրություն, ճիշտ է, մեկը 18 թվականի քո օրոք, մեկը 21 թվականի։ Մի հատ էլ մեկն ու մեկը թող հիշացնի 18 թվականի ընտրություններից առաջ եւ 21 թվականի ընտրություններից առաջ 2, 3, 4 ամսվա կտրվածքով որևէ սահմանային միջադեպ եղել է։ Դու հիշում ես, որ որևէ սահմանային միջադեպ եղած լինի։ Չի եղել, չէ՞։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը իրան պաս տալով, իրան պատժեշկա անելով, մի հատ կրակոց չի արձակել, որպեսզի շանս տա իրան, ասի, տեսեք, ես բերել եմ խաղաղություն, այն ժամանակ էլ էր ասում։ Դες չի որ չէր ասում։ Բայց ինչ եղավ դրանից հետո։ Ինչ եղավ դրանից հետո, ինչ եղավ 18 թվականի ընտրություններից հետո, եղավ 20 թվականը եւ ինչ եղավ 21 թվականի ընտրություններից հետո, եղան այդ սահմանային ջերմուկ եւ այլն այդ բոլոր փոքր ռազմական գործողությունները, պատերազմի դրվագները։ Այսինքն այդ իր ասածը ոչ մի քննադատության չի դիմանում, որ հիմա չեն կրակում, դա բացարձակ չի նշանակում, որ ընտրություններից հետո չեն կրակելու, ընդհակառակը դրա փորձը մենք ունենք, որ հենց այդ էլ նշանակում է, որ իր ընտրվելու դեպքում հենց հավանականությունը շատ մեծ է, որ կրակեն եւ այլն։ Կարող է պատահի, այդ որ չեն կրակում, դա պայմանավորված է ուրիշ գործոններով եւ ոչ թե նրանով, որ Նիկոլն է։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը դրանով պատժեշկա է հայտնում իր տեխնացուին, որտեղ Նիկոլը Ադրբեջանի տեխնացուն է։ Դա այն աշճան ակնհայտ է, որ տենց քննարկման ենթակա չէ, Ադրբեջանի պաշտոնական գրեթե տեխնացուն է։ Եվ իրանք իրանց ոչ են վնասելու, որ այս պահին ինչ որ վնասեն իրանցից տեխնացուն, չէ։ Չէ, ասածս հետևյալն է, որ տրամաբանություն չկա, որ չեն կրակում, որովհետև ինքն է իշխանության։ Ազատի գործոն կարող լինի, կարող է լինի աշխարհ քաղաքական ինչ-որ հարցեր, կարող է լինի Ադրբեջանի ներքին հարցեր, հա, եւ այս ամեն ինչից առանձնացնել, ջոկել ասել, չէ, այ ես եմ իշխանություն, դրա համար չեն կրակում, հա, սա ուղղակի ինչ սպեկուլյացիա է, ոնց որ դու ասացիր, հակատրամաբանական քայլ։ Միանշանակ, բայց շատ հետաքրքիր է նաեւ իր այս շաբաթ-կիրակի օրերի, տես արդեն սահուն ձևով մենք անցանք արդեն ընտրական process-ների, այսինքն սա քարոզչություն է, էլի։ Ճիշտ է, պաշտոնական քարոզչության շրջանը չի սկսել, բայց դասական առումով քարոզչություն է, իդեպ այս առումով նես չի, որ տենց պրետենզիան շատ մեծ է, այն առումով, որ բոլորն են մեծ հաշվով քարոզչության գործընթացում։
Եվ ուղղակի որպես իրավաբան այստեղ մի փոքր պարզաբանում անեմ, որտեղ ժամանակին միշտ հարց տրվում է, էլի, բա իրավունք ունեն արդյոք քարոզչություն անել, օրենքով սահմանված ժամանակահատվածը նախընտրական քարոզչության, դա այն ժամանակահատվածն է, որտեղ որ առկա են շատ հստակ օրենքի դրույթներ քարոզչության հետ կապված, ասենք, որտեղ պետք է այդ պաստառները փակցվեն, ով պետք է վճարի դրանց համար, ինչ պետք է այդտեղ նշված լինի, հիմնադրամա բացվում, բոլոր ծախսերի հիմնադրամից, ժամերով, բանով, հա, այդ ամեն ինչին է վերաբերում մեծ հաշվով, ես մի քիչ օքեյ չեմ այս վիճակի հետ այն առումով, որ իշխանությունը միշտ էլ ունենում առավելություն այստեղ, որտեվ այս գումարները ոչ միտեղ չեն հաշվարկվում, այս կարևոր է, որտեվ դեռ չկա հիմնադրամ, դեռ այդ մարդիկ չեն էլ դիմել, չեն գրանցվել ոչ մի ուժ, բայց սա տես չարյաց փոքրագույն է կարանք համարենք, համեմատած նրա հետ, թե ինչպիսի իմ պատկերացմամբ հանցագործություններ է գործում Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ընտրական պրոցեսում, ընտրական հանցագործությունների մասին է խոսքը։ Այ օրինակ դու աղաս տեսար Կիրակի օրը կարծեմ, նույնիսկ այսօր էլի առավոտյան եթեր գնաց այն 10,000 թե 12,000 թե 14,000 օրական օրավարձով աշխատել ցանկացող մարդու հետ զրույցը։ Դու տեսար, նկատեցիր դա։ Աչքովս գրառում ընկավ դրա վերաբերյալ, ես ուրիշ բան տեսա, այն մետրոյի խոսակցությունը։ Հա, այդ ուրիշ պատմություն, այն արժանապատիվ արցախցի աղջիկը, որ բարձրագույն կուլտուրայի, այն որ քեֆս բերեց էլի այն համ հուզվեցի, համ էլ քեֆս բերեց, թե ոնց է կարողանում ինքը այդ մանիպուլյացիաներին, այդ ղժղժություններին, այն բարձր կուլտուրայով պատասխանել։ Այդ իսկապես։ Բայց մի պա ուզում եմ մեկ վերադառնանք այդ շինարարի պատմությանը։ Հիմա նայի, ես քեզ եւ մեր բոլոր ունկնդիրներին ուզում եմ հիշեցնեմ այսպես կոչված տատիկների գործը։ Դու հիշում ես դու այդ գործը։ Հա։ Մի հատ խնդրում եմ Գյումրեցի տատիկների, Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրությունների հենց օրը, երբ որ գնացին, բռնեցին տատիկների, դրեցին, հայտ արեցին, ընտրական հանցագործություն, ընտրակաշարք, բան սենց։ Դու գիտես դրա մեղադրանքը, այդ պաշտոնապես մեղադրանքը որն է։ Այդ ընտրակաշարք ասածը իրանց պատկերացմամբ որն է։ Ես ինչքան հիշում ջրի մասին խոստում եմ տվել թե։ Ահա, այ լավ է, որ այդ երկու քիվորդերը ջուր եւ խոստում։ Այսինքն փողի մասին չի խոսքը։ Բայց մարդկանց հետ խոսած, այդ ընտրակաշարք բառը մարդկանց մոտ ասոցացվում է փողի հետ, ճիշտ է։ Ահա։ Եվ իրականում իրանք փող էին ման գալի։ Այնքան մարդ բերեցին ստեղ շատ բաց ձևով հարցաքննության փող էին։ Իրանց թվում էր թե փողը ատեղ պատտվել, ինչը իրականությանը բացարձակ չէր համապատասխանում։ Տասնյակ մարդիկ բերեցին շատ վատով, մի խոսքով չեմ ուզում հիշեմ այդ օրերը, ամեն դեպքում ի վերջո մեղադրանք առաջադրեցին հետևյալ բանի համար։ Այս կիմա տատիկը, կիման չէ, մյուս տատիկը խոստումա տվել, լինելով ընդդիմադիր ուժերից մեկի ցուցակում, քարոզչական խմբում էսպես ասած, խոստումա տվել, որ բան անել, կառուցեն ջրագիծը, չէ՞։ Նա էլ խոստումը ընդունել է։ Խոստում տալ, խոստում ընդունել։ Էս է ընտրակաշարքը։ Ջրագիծ ասածը, որն է այդ մարդը մի հյուղակում է ապրում այդ կիմատատը, այն որ ոչ մի բան չունի, լույս ունի, մնացած ոչ գազ ունի, ոչ ջուր ունի։ Հիմա այս կինը անընդհատ ոչ թե ընտրությունների հետ կապված չէ, անընդհատ փորձում է այդ իր ջրի հարցը լուծել, մի 3-4 մետր պետքա ջրագիծ ընդամենը քաշվի, որ այդ մարդը ջուր ունենա։ Սովորական ջուր ունենա, այսինքն պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Եվ այս պայմաններում դրա մասին խոսակցություն եղել է, բայց ոչ ընտրությունների համատեքստում, այս տեսանկյունից մենք չենք ընդունում մեղադրանքը, բայց մեղադրանքը դա է, խոստում տալ, խոստում ընդունելը։ Բայց մի հատ եկեք պրոյեկտենք այս վիճակի վրա։ Մարդը գալիս է ասում է, ես 10,000 դրամով եմ աշխատում, դա քիչ է։ Սա էլ ասում է, բա ինչքանն է նորմալ, ասում է 14,000։ Ասում է 12,000-ը նորմալ է։ Լավ, ոչ քեզ պատահարապես։ Դա էլ ասում է, դե հա, էլի 10,000-ի համեմատ ճիշտ է, 14-ն էր ճիշտը, բայց դե որ 14 չի լինում, թե 12 լինի, ոչինչ չի, բա 10-ից հո լավ է։ Խուդացյան, հա, այն բանի, տենց այդ իր նազիր վեզիրներից մեկն է, ես իմ իր նախարարը, ինչ է, ինչ որ տես մի հատ նիկչոմնի Եսիմով է։ Խուդացյան, բան, կազմակերպեք հրապարակային բան։ Բա այդ նույն բանը չի, մի հատ եկեք համեմատենք, էլի ինչով է տարբերվում, ինչի պետքա կիմա տատիկը այդ օրը 3 օր խայտարակ վիճակում անցկացներ ԶՊՎ-ում, հանցագործություն դրեն, հաղորդեն, խայտարակ անեն,
հանցագործություն ենք բացահայտել, նախաքննությունը շարունակվում է, պարզեք դրանքի տասնյակ ու տասնյակ մարդիկ բերման ենթարկել, հարցաքննեն, եսի ինչեր անեն, էլ մնացածը չեմ ասում։ Քննիչներից խղճով մարդիկ գտնվեն երրորդ օրը վերջապես այդ սոված կնոջը մի կտոր հաց տան, որտեվ այդ շոկի մեջ տենց հրաժարվում էր, չեր հասկանում, որ ասենք հիմա հաց հրաժարվեց, այլ մյուս անգամ եսի։ Այդ խայտառակ վիճակում ինչի պետք է հայտնվի կիմատատը, մինչև հիմա դատվի, մինչև հիմա շաբաթական այդ իր ծանր առողջական վիճակով գնա ստորագրի պրոբացիա բան եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով այն նույն բանը անի, մի բան էլ ավելի վատ, բայց ոչ մի բան, այդ խի պետք է այդպես լինի։ Ինչով է տարբերվում։ Mən ասեմ էլի քեզ։ Մենք անընդհատ ֆիքսում ենք, որ Նիկոլը այս հանցագործությունն արել, այս հանցագործությունն արել, բայց շատ քիչ դեպքերում ասենք, որ դիմում եք դատախազություն, դիմում եք, չգիտեմ, համապատասխան մարմիններին։ Ես մի ժամանակ առաջարկում եմ, որ մի հատ խումբ ստեղծվեր հաստաբանների, իրավաբանների, որ ամեն դեպքը ֆիքսվեր, ամեն դեպքի համար պահանջել, որ ուրեմն լինի քրեական հետապնդում։ Գիտես, ես հասկանում եմ, որ հիմա անիմաստ է Նիկոլի իշխանության ժամանակ անիմաստ է, բայց մի կողմից դոսիե կա հավաքվեր, մյուս կողմից լրատվող միջոցներով կարելի էր գրել, չէ՞, ցուցակը 1-ից մինչև 1001, որ այս բոլորի համար ուրեմն այս մարդը հանցագործությունները Ես ունեմ այլ մոտեցում հանցագործության մասին հաղորդումների մասով, հիմա կբացատրեմ դա, բայց ընդունում եմ, որ կոնկրետ այս դեպքում երևի թե լավ միտք է հանցագործության մասին հաղորդում տալ։ Գիտեք, մենք հանրային գործիչներ ունենք, որոնք որ այն կարծիքին են, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ, եւ մենք բազմաթիվ օրինակներ ունենք, երբ իրենք տենց լրատվամիջոցներով, բանով տանում են դատախազություն, հանցագործության մասին հաղորդում են տալի, հետևողական են լինում, հետո այնտեղ զանգում են, ասում են, այո, մենք ընթացք ենք տվել այս հանցագործության մասին հաղորդումը, որը ինչ է նշանակում, դատախազությունը ընդհանրապես ուղարկում է քննչական, ասում են, զբաղվեք։ Ու հայտարարում են, ասում են, ընթացք են տվել, բանից, հետևողական։ Օրինակ, ես հիշում եմ դրանով աչքի էր ընկնում Հայակվեն, մի քանի անգամ, այնպես հիշում եմ լրատվական որպես միջոց, այլ ուժեր եւս։ Ես ինքս սկզբունքորեն, իսկ ես սկզբունքի փորձում եմ համենայն դեպս սկզբունքները պահել, ես հրապարակավ եմ հայտարարել, որ ես երկու պատճառով հանցագործության մասին հաղորդում ինքս չեմ տալու։ Նորից ասեմ, սխալ չեմ համարում։ Որոնք են այդ պատճառները։ Պատճառ առաջին, շատ նեղ իրավաբանական պատճառ։ Գոյություն ունի այսպես կոչված կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունք։ Այսինքն, եթե դու հիմա տալիս ես հանցագործության մասին հաղորդում, իրենք քննում են եւ պարզում են, որ այդտեղ հանցագործություն չկա, հետո նույն արարքի համար քրեական հետապնդման հարց բարձրացնելը պրոբլեմատիկ է։ Պատկերացրիր, ձեր մոտ դա կոչվում է double jeopardy։ Կարարկես, կասես, դե հիմա օրենքը բան սենց։ Հա, սա ֆորմալ իրավաբան, դա իրավաբանի մոտեցում է, մի քիչ տենց տառակել իրավաբանի, բայց երկրորդը ավելի լայն սպեկտրով է ասածս։ Եթե դու գնում դիմում ես իրանց, դա նշանակում է դու ինչ որտեղ իրանց դու ընդունում ես, որ իրանք կարան անկողմնակալ քննություն անել։ Բայց ես բազմաթիվ օրինակներ ունեմ, երբ որ օրինակ նույն Սամվել Վարդանյանի գործով, Սամվել Վարդանյանի կիժես ավտոբուսի հայտնի գործը։ Երբ մենք տարանք հանցագործության մասին հաղորդում տվեցինք, բացահայտեր թե ովքեր են երկու ոստիկանության աշխատողները, որոնք պետքա հսկեին Սամվելին, որ այդ այլանդակությունը չլիներ։ Հանցագործության մասին հաղորդում տալուց բացի նաև միջնորդություն արեցին քրեական հետապնդում հարուցել կոնկրետ Պողոսի եւ Պետրոսի նկատմամբ անուններով, որոնք որ բացահայտված իրենք լավ, ովքեր որ արել են խոշտանգումը, ասենք թե չեք հայտնաբերում, չնայած էլի պարզա որ լավ էլ գիտեն ովքեր են։ Բայց այդ երկու ոստիկանների անունները հոգա, որոնք պարտավոր էին հսկեին։ Եթե նույնիսկ դիտավորյալ հանցագործություն չէ, գոնե ազգուշ հանցագործության համար պետք է այս մարդկանց պատասխանատվության կանչենք։ Էլի ոչ մի բան չարեցին։ Բայց այդքանից հետո մեկ տանեք այդ Ես ասեմ քեզ, ես ուղղակի որպես այլ որպես իրավաբան ես խոսենք, ասել որպես մեդիայի մարդ ասեմ քեզ, ես ուղղակի պատկերացնում որ դա բավականաչափ ազդեցիկ կլինի, որ թերթերը կամ sense էստաֆետով կամ ամենօրյա ռեժիմով տպեն այդ բանը, ասա, ցուցակը հանցագործությունների մոտնահարման, հա։ Եվ ուրեմն այնտեղ երևում որ ասենք թե 1000 հատ ուրեմն դիմում է եղել հանցագործության մասին հաղորդում է եղել, որին ընդհանրապես ընթացք է տվել կամ ընթացք չի տվել ու որից ոչ մի արդյունք չի։ Ընթաց տալը եղել է քննչական ուղարկելը։ Հա,
Ես կարծում եմ սա բավականին ազդեցիկ գործիք կար։ Բան չասեցի, չեմ վիճում, չեմ առարկում, ես ընդհանրապես բերեցի իմ փաստարկները, մեկը նեղ իրավաբանական, մյուսը ավելի լայն արժեբանական sense ասած, բայց նես չի որ էլի տես բան է իմ համար, պրինցիպի հարցը, այն որ սխալ եմ համարում, որ որևէ մեկը դիմի, չէ, բայց իմ համար, իմ դիրքորոշումները հաշվի առնելով ես նման բան չեմ անի, բայց կոչ կանեմ սրանով որ դիմեն, էլի, օրինակ չգիտեմ, Հայ-Ակֆեն կլինի, ուրիշ ուժեր կլինեն, նրանք ովքեր որ մասնագիտացած են այս դիմումների մեջ, էլի։ Մանավանդ այս շրջանում կարծում եմ սա առաջերտին է այդ ընդդիմադիր ուժերի գործիքը կարող է հանդիսանալ, Դե հա։ որովհետև իրանք նախընտրական Քարոզ Արշավի մեջ են, չնայած ասում ես հələ դեռ բան չի, օֆիցիալ հայտարարված չի, ստարտը տված չի, բայց մյուս կողմից էլ ասենք դա դառնում է այդ Քարոզ Արշավի կարևորագույն էլեմենտ։ Դե հա։ Գիտեմ, այս հարցի վրա կողմեցի։ Եվ իհարկե մյուս շաբաթվա հայտարարությունը այն է, որ աստորեն ԱՄՆ-ն Հայոց կաթողիկոսին չթույլատրվեց, որ նա գնա մասնակցի հենց այսօր տեղի ունեցող հողագրավորության արարողության մեր համար շատ կարևոր երկրի, մեր չգիտեմ, հարևան, մեր հարազատ երկրի, ուրեմն մեծ կորուստին չկարողանա գնացավորեցնել։ Ես կարծում եմ սա իսկապես խայտարարություններ ու անհասկանալի խայտարարություններ են։ Ես ուզում եմ մի քանի խոսքով անդրադառնամ նաև այդ դերին, որ Իլիա կաթողիկոս պատրիարքը ուներ, առհասարակ քաղաքեդոնական ուղղափառության աշխարհում, այսինքն ռուս ուղղափառ եկեղեցին, վրաց ուղղափառ եկեղեցին, հույն եկեղեցին, Կոստանդնապոլսի տիեզերական կոչվող պատրիարքը, այդտեղ ինքը իրականում միատարր աշխարհ չի, այդ քաղաքեդոնական քրիստոնեությունը, ուղղափառություն կոչվածը, եւ լուրջ խնդիրներ կան նաեւ իրանց մեջ, օրինակ Ուկրաինայի եկեղեցու հետ կապված, բայց Իլիա կաթողիկոս պատրիարքի կշիռը, դերը, հեղինակությունը նույնիսկ կարելի է ասել երևի ամենաբարձր դեր, գիտես, նույնիսկ տենց կարելի է ասել բոլորի մեջ, այսինքն եթե դու նայես ամեն մեկը մյուսին ոնց է վերաբերվում, այդ մարդը 50 տարվա գրեթե գահակալություն է ունեցել, շատ կարևոր օրերին եղել է շատ կարևոր դերակատարում ունեցող, իր օրոք եկեղեցին երիտասարդացել է, բացվել են բազմաթիվ վանքեր, իդեպ սա մեր եկեղեցու խնդիրներից մեկն է, որ մենք վանական կյանք որպես այդպեսին ոնց որ թե չունենք, տես օրինակ այդ մենք տեսնում ենք էլի այդ վանականությունը կարևոր դեր ունի եկեղեցում, այն քահանաները, որոնց մենք ճանաչում ենք, հա, այդ քահանաները դրանք ֆունկցիոներներ են ավելի։ Երբ որ Թբիլիսիով մանես գալիս, բավականին շատ ուրեմն կարող ես տեսնել այդ քրտնական հագուստով մարդկանց։ Բայց տարբերում ենք վանականներին այլ հոգևորականներից, դրանք շատ տարբեր բաներ են, հասկանում ես։ Վանականը ոչ թե վանականը տենց առանձնացած, ինքն իր աղոթքով, ինքն իր կյանքով, այն որ օրինակ դրա դասական դրսևորում են Դաստոևսկու Կարամազով եղբայրների մեջի են Ստարեց Զոսիմանա, որ գնում է այդ մարդու հետ, այսինքն ինքը հեղինակություն է, ինքը ոչ թե կնունք անում, հարսանի պսակ անում, չգիտեմ, ոչ թե ինքը վարչական գործառույթ է իրականացնում, այսինքն հոտի հետ է անմիջական աշխատում, այլ ինքը առանձնացած է իր, օրինակ մեր մոտ մեր վանքերի հիմնական գործառույթը իդեպ մեր առանձնահատկությունն է եղել, կրթականն է եղել։ Վանքերում առանձնացել են, մատյաններ են ստեղծել, արտագրել, չեմ անում ինչ։ Մի խոսքով դա այլ պատմություն է։ Մի խոսքով Իլիա կաթողիկոս պատրիարքի օրոք վանքերն են շատացել, մի շատ հետաքրքիր բան է արել, որ ինձ թվում է անօրինակելի է, ասել է, հայտարարել է 2006 թե 7 թվականին, որ դեմոգրաֆիկ խնդիր, որը որ մենք էլ ունենք, չէ, հայտարարել է, որ ամեն երրորդ այն ընտանիքները, որոնք երրորդ երեխա են ունենում, ես կկանգնեմ իրանց, չէ, ոչ թե քավոր կկանգնեմ, այլ ես կանեմ իրանց մկրտությունը։ Լսել եք դրա մասին։ Չէ։ Հա, բա, եւ դա իրականում, որ նայում ես թվերը, դեմոգրաֆիկ, եթե ոչ բում, ապա լուրջ բան է եղել։ Երրորդ երեխա հատկապես ունեցողները, ոնց որ թե թվեր էին ասում, իր խոսքի տերն է եղել, մոտ 50,000 երեխա է կնքել։ Մկրտել։ Այդ դրա արդյունքում այդ երրորդ եւ հաջորդ երեխեքը։
Այսինքն ինքը իրականում լուրջ եկեղեցական գործիչ ա եղել, իր օրոք վերսկսվել վրաց եկեղեցու սրբադասումները, Գաբրիել, ինչ էր, Ուրբաձե ոնց որ մանգակ կգտնեք Գաբրիել, ֆանտաստիկ կերպար ա եղել Թիֆլիսի փողոցներում, սովետի տարիներին, որ իր ընկերն ա եղել, մի խոսքով ինքը շատ լուրջ հոգևորական ա եղել եւ իմ համոզմամբ, իմ շատ ընկերների նաեւ հետ խոսալով ինքը նաեւ որպես ռոլ մոդել իր համար ակնհայտորեն եւ վստահաբար եղել է Վազգեն Բեհապարը, որ նաեւ մեզ ավելի փոքր ա եղել տարիքով եւ այլն, այդ իր այդ ազգային եկեղեցու կոնցեպտը իսկ Իլիա կաթողիկոս պատրիարքի մոտ այդ ազգային եկեղեցու կոնցեպտը կար։ Այսինքն մենք գործ չունենք էլի ինչ որ մի սովորական նվիրապետի հետ, շատ լուրջ մարդու հուղարկավորության մասին է խոսքը եւ մեր եկեղեցիների, մեր եղբայրական ժողովուրդների եկեղեցիների այսպես անմիջական կապը այստեղ շատ կարեւոր է։ Խայտարակ արեցին մեզ բոլորիս։ Վեհապար Հայրապետը միայն իր անունից չէր գնալու։ Իմ ցավակցություններ փոխանցելու, քո ցավակցություններ փոխանցելու, մեր անկեղծ խոսքը մեր եղբայրական ժողովրդին եւ սա այլանդակություններ։ Ես անգամ չգիտեմ ինչ որոշեց Վեհապար Հայրապետը ով ա։ Ինչի՞ համար։ Դե մանրախնդրություն, ախր հասկանում ես այդ մարդը մանրախնդիր կերպար է։ Փորձում է հայտարարի, որ ինքը չի դադարեցրել եկեղեցու դեմ պայքարը, թե փորձում է Վրաստանի ինչ-որ ժեստ անի, բայց ինչով է ժեստ անում Վրաստանին։ Ընդհակառակը դա ոչ մի դրական բան այդտեղ չկա։ Եթե դու գնում ես այդքանից հետո եկեղեցու մասնակցում ես պատարագի, որտեղ այդ ճանաչման ակտը տեղի է ունենում, վեհապարի այսօր ես գալիս եմ ձայնագրության Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ է 10 այսպես կոչված տիրադավներից 10 թիվը հիմա արդեն պարզա նվազել է, բայց 10 ենք, այտենց պայմանական անում որպես Անուշավան Սրբազանի ներկայությամբ էլի նույն ձևով կանոնական բանը անցկացվեց, որևէ խնդիր չեղավ։ Փոխվել է, չէ՞, բանը մուդը հիմա ոչ թե Կիրակի օրերը գնում է ուրեմն եկեղեցիներ, այլ Կիրակի օրերը գնում է, չգիտեմ, ասեմ, թե պերաշկի ուտելու կամ կարտոշկա ուտելու։ Դե հիմա իր համար մեծ հաշվով տարբերություն չկար, երկուսն PR էր։ Ուզում ասեմ, այդ որ եկեղեցով է փորձում PR-ել, այս շրջանը անցան, բայց հիշեցնում է, էլի ասում է, որ չէ, ժողովուրդ չի բացել, էլի, տեսեք։ Չգիտեմ, այս ինչ որ արեց, դա այլանդակություն էր ուղղակի, ես ոչ մի այլ անուն դրան չեմ կարող տալ, եւ ես անգամ չգիտեմ Վեհապար Հայրապետը վերջում ինչ որոշեցով է ներկայացնելու իրեն Թբիլիսիում, բայց սա այն փաստերից է, որ երկար է հիշվում։ Բացի այդ ամեն ինչից, ախր մենք վրաց եկեղեցու հետ որոշակի հարցեր ունենք նաեւ, եկեղեցիների հետ կապված, մեր եկեղեցիների յուրացման հետ կապված խնդիրներ ունենք։ Իրենք մեր հարցեր կան, այդ ամեն ինչը պետք է քննարկել, պետք է սա առիթ էր, որ Վեհապար Հայրապետը կարողանար խոսել այն մարդկանց հետ, որոնք փոխարինելու են Իլիա կաթողիկոս պատրիարքին, եթե չեմ սխալվում, 40-ից 60 օրվա ընթացքում պետք է նոր կաթողիկոս պատրիարք ընտրվի, ի տարբերություն մեզ, օրինակ, չէ, մենք ազգային եկեղեցական ժողով է պետք է գումարվի աշխարհիկներից, հոգևորականներից կազմված, իրանց մոտ այդպես չի, իրանք հոգևորականներն են ընտրելու։ Հա։ Եվ տեղապահը շիա անունով շատերն ասում են, որ այսպես ամենամեծ հավանականություն ունեցող տեխնացուն նա է, առիթ էր նաև նրա հետ զրուցելու, կոնտակտներ ստեղծելու կամ ամրապնդելու, եթե այդպիսի կային։ Սա այլանդակություն էր մի խոսքով։ Սա նշանակում էր հերթական անգամ միջամտել եկեղեցու գործերին եւ որևէ մեկի մտքով չի կարող անցնել, որ Վեհապար Հայրապետը գնալու էր չվերադառնար։ Սա է տրամաբանությունը, որ չեն թողնում են, որ գնալու էր չվերադառնար։ Դու ստի դեարյումի ասած, որ դուք մտածում եք, որ մարդը կարող է գնա չվերադառնա։ Արդյոք սրանով իր մտածմունքների մեջ, իր համոզմունքների մեջ ինքը կարծում է, թե իր ժողովրդականությունը բարձրանում է, իր ռեյտինգը բարձրանում, ասենք այսպեսի քայլերով, հա։ Թե թքած ունի դրա վրա։ Թե ինքը ուրիշ գործիքներ է օգտագործելու, ինքը իր ռեյտինգը չի օգտագործելու, ուրեմն ապրությունների ժամանակ։ Ես կարծում եմ, ստեղ ինքը քաղաքական հաշվարկ չի արել։ Ես ստեղ քաղաքական հաշվարկ չեմ տեսնում։ Ես ստեղ տեսնում եմ պրոստը մարդկային
անբարոյականության, մանրախնդրության դրսևորում, որ այդ մարդը ունի վեհապար հայրապետի նկատմամբ։ Առավել եւս որ վառված է նրանից, որ ինքը ուզում էր այդ որ իր խնդիրը չլուծեց, ամառվանից սկսած այն Բաղրատ Սրբազանի խոսքն է, չէ, այն ինչ էր ասում, խուփը քարին բան եղավ, չէ։ Խոփը քարին դեմ։ Հա, խոփը քարին դեմ եղավ, այդ զգացողությունը կա ու տենց այդ չարությունը ինքը ուզում է բոլոր այն դեպքերում երբ կարա վատություն անի վեհապար հայրապետին ինքը դա անելու է բոլոր ուղղակի չի մինչև վերջ երևի բանարել որ սա ախր վեհապար հայրապետի արված վատություն չի դա մեր եկեղեցուն արված բան է հիմա այն պայմանական ասած 10-ը չէ ես պետք կոնկրետ բան ասեմ էլի այդ 10-ը որևէ մեկը այդ կճոյան գնալու են ասեն այն գերես ինչ արեցիք Սա այն դեպքը չի ախր։ Ես օրինակ հենց որ առիթ լինի այդ հարցը տալու եմ։ Դուք այս մարդու հետ սեղան եք նստել։ Դուք բարձրացրել եք այս հարցը։ Դուք ասել եք որ չի կարելի սենց։ Ինչ ասեմ, չգիտեմ, մենք փաստորեն ամեն ինչ փորձում ենք նայել այս նախընտրական պրիզմայով, հա, հիմա, բայց ուրեմն կարծես թե փոփոխանք եւ երբեմն դա երևում է նաեւ ինձ ուրեմն երկրում ինչ որ բաներ է կատարում որ այս տրամաբանությունից դուրս են ավելի դեմ են այս տրամաբանությունը ամեն դեպքում արինայինք տեսնենք այս երկու պատերազմների հարցերը ինչ են լինում հա մեկը ուրեմն մեր արևոտ երկրում Իրան պատերազմի մյուսը Նիկոլի խոստացած պատերազմի Ես չգիտեմ, գիտես, ամիս էլ ասում, չէ՞, ասում սեպտեմբերին, ես պայմանավորվածությունն է Ալիևի հետ, հա, որ փաստորեն սեպտեմբերին նա պատերազմը սկսել է։ Ուղղակի, եթե, այսինքն ոչ թե պայմանավորվածություն, այլ ինֆորմացիա, այսինքն, եթե ինքը եղավ իշխանություն, այլ իրեն հարց տվող չի լինի, բա ինչի սկսվեց պատերազմը, եթե ինքը չեղավ իշխանություն, ապա կարող է ղժղժա ասի, այ որ ես ըլնեմ, չէ։ Ինչևէ, մի քիչ առաջ գնանք, տեսնենք ինչ է երևում։ Երևի այսքանով ավարտենք, հիշեցնենք, որ մեր պոդքասթը Anti-Fake-ի YouTube-յան ալիքով է հեռարձակվում, Anti-Fake-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը և ամենակարևոր պրոդուկտի համա հիմնադիր Վազգեն Սաղաթելյանը արդեն երկրորդ անգամ է նոյեմբերի 13-ից գտնվում են առազատության մեջ, Վազգենը բանտային կալանքի տակ, Նարեկի բանտային կալանքը վերջերս փոխվեց տնային կալանքի եւ բոլոր նրանք ովքեր ցանկություն ունեն աջակցեն տղաներին, աջակցել Anti-Fake-ի հերոսական թիմին, որ այս ընթացքում փայլուն ձևով կարողացավ պահպանել իր գործունեությունը, բոլոր հնարավոր տարբերակները նկարագրության մեջ երևում են, բացի այդ Եթե դուք հավանում եք մեր հաղորդումը, կարող եք լայք դնել, կարող եք մեկնաբանություններ թողնել, share անել, դա նույնպես նպաստում է առաջ մղմանը մեր podcast-ի եւ առհասարակ Anti-Fake-ի այսպես գործունեության առումով շատ դրական ազդեցություն ունենում։ Այսքանը։ Մինչև հաջորդ կիրակի։ Մինչ հաջորդ կիրակի։